Իսկ Արամի 30-ը հատկապես քննադատություններ եղավ, որ գիշերով գողի պես կազմված։ Դե դա ընդունելի տարբերակ չի, դա կարող էր արվել ավելի քաղաքակիրթ, նորմալ ձևով եւ դա ի վերջո կարող էր դրա հատվածները, որի չափագրությունները մենք ունենք, իսկապես թե օգտագործվել քաղաքի մի այլ հատվածում, հանձինս հին Երևանի, այնտեղ կան բաց հատվածներ, որոնք պահանջում են մոտեցումներ, այնտեղ հարմար ձևով իր տեղը գտնելու համար, դա հիմա էլ ուշ չի, բայց որ այնտեղ այդ անկյունային գետառի ձևով մնացած ճակատը կարող էր ուղղակի միջավայրի հետ քաղաքաշինական այն ծրագիրը, որը մենք ունենք ձեզ հայտնի Նալբանդյան փողոցը եւ Աբովյան փողոցը իրեն կապող այդ կարճ հատվածը ինքը այսօր առավել եւս բացահայտ ձևով ընկալվում է որպես նեղ ճնշված, լարված մի երթևեկելի հատված եւ այդ հնարավորությունը չէ, այնտեղ կար, որ դա պետք է տեղահանվի, բայց այդ տեղահանության process-ի երևույթը վատ արվեց, գիշերաժամին նրա կարիքը չկար եւ ի վերջո այդ տարածքը տրվում է հանրային սեփականության օգտագործման, դրա ոչ մի կառույց չի լինելու, դա ես առաջին անգամ եմ ասում, բայց մինչ այդ արդեն բազմիցս մամուլով հնչել է, դրա համար այդտեղ անհանգստություն արդեն իսկ պետք է չլինի։ Չէ, այնտեղ չկան, այդպես ուղղակի հանրությանը կանաչ հատված է լինելու լայն մայթ կարմիր գծի ընդլայնմամբ, այնտեղ միակողմանի երթևեկության նման մի հատված է շատ